ներկայացնել այն հատվածը, որ որպես Մայր Հայաստան ավականու անդամ դեռ անցած տարի ներկայացրել եմ նախագիծ, որով այս ճանապարհը Սիլիկյան Գևորգ Չավուշ Մազմանյան այս շրջանաձև երթևեկելի գոտին շատ վատ անցանելիություն ունի եւ այստեղ ներկայացրել է նրանց կառուցելու նախագիծ, որը պետք է դրվի հանրային քննարկման, հավանաբար ներկայացրել եմ նաև գրություն հանրային քննարկումների հետ կապված, նախնական տեղեկություններով այս ամսա 17-ին է ժամը 2:30, բայց եթե փոփոխություն տեղի ունենա անպայման ես ձեզ կտեղեկացնեմ հանրային քննարկման հետ կապված, մեր առաջարկով հիմա ցույց կտամ։ Այսինքն կիլոմետր տեղեկացնեմ նաև, որ հանրային քննարկմանը հրավիրվելու է նաև կառավարությունից համապատասխան մարմիններից կառավարության անդամներ, տրանսպորտի վարչության պետ, աջակցի վարչության պետ, ծրագրերի իրականացման ծիգի վարչության պետ, բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ եւ ճարտարապետների միությունից, ոստիկանությունից, ճանապարհային ոստիկանությունից, այսինքն լինելու է բազմակողմանի քննարկում եւ քննարկման արդյունքում պարզ կդառնա ամբողջ տեսակետները կգեներացվի եւ եթե նույնիսկ լավ առաջարկ կարվի, դա գիտություն կընդունենք եւ լրամշակում կտանք նախագծին, այստեղ կա երկու տարբերակ եւ երկու տարբերակներն էլ այո հնարավոր է դիտարկվի եւ վերգետնյա անցումը, որը ներկայացրել եմ, եւ թունելային տարբերակով, ինչպես գիտեք, Խանջանի եւ Տիգրան Մեծի թունելային անցումը, որը թեթևացրել է այդտեղի երթևեկությունը, այս շրջանաձև Անջորնի երթևեկելի գոտում բազմիցս եղել են զոհեր, ցավոք սրտի, օրական գրանցվում է 1-2 ճանապարհային տրանսպորտային պատահար, դա արձանագրված է նաև հաստատներով, ամենակիչը դա արձանագրվել է անցած 2024-ի դրությամբ 1 պատահար եղել է օրական, բայց չհաշված, ինչքան պատահարներ են լինում, որ ապա բյուրոն չի գրանցում եւ դա պաշտոնապես գրանցումներով է ներկայացնում։ Տեսեք ավելի խցանումը մեծանում է, քանի գնում է Գևորգ Չավուշի փողոցով, Սիլիկյան ճանապարհով։ Սիրելի երևանցիներ, եթե այս էստակադայի հետ կապված կան շահագրգիռ կողմեր, բնակիչներ, ոչ եմ անում դիմել մեզ, Մայր Հայաստանին, ձեր առաջարկները ներկայացնելու, եթե կլինեն էստակադայի հետ կապված որոշակի
ուղղություններ, որը կարող եք նաև դուք առաջարկել, մենք կընդունենք բոլորիդ առաջարկները քննարկման մասին, վերջնական կտեղեկացնեմ ձեզ։